20 օրը ուղակի հերիք չի, որ միայն վարժեցնես նյութին ու ձեռքը իրար հետ աշխատելուն եւ դրանք կատարել մաշկի վրա։ Եվս մի 20 օր պետք է խոսել նյութերի ընտրության համար։ Ոչ միայն խոսել, այլ ժամանակ տրամադրել պրակտիկայում ծանոթանալ այդ նյութերի հետ։ Դրանից հետո անցնում է մի հատ ուրիշ փուլ, երբ որ իրենց գիտելիքը արդեն որոշակի կազմավորված, պետք է տեղադրեն ոչ թե ուղակի մանեկենի վրա, այլ մարդու, ով ունի իր անձնական խնդիրները, այստեղ շատ պետք է հնարքները օգտագործել հոգեբանությունից։ Ինչու են եկել մեյքափի, ինչ խնդիր ենք լուծում մեյքափում։ Թվում է թե ես շատ սովորական բաներ եմ ասում, բայց այս խնդիրներին իրենք հանդիպում են արդեն հաճախորդի հետ, ով վճարում է եւ պարտավոր չի իմանալ, որ դու հենց հիմա իր վրա պրակտիկա ես անում։ Դու պետք է պրակտիկան անցնես բարձրաձայն ասելով, որ ես պրակտիկանտ եմ եւ իմ սխալները թույլատրելի են այս շրջանում։ Իսկ մեզ մոտ ոնց է 20 օր սովորում են, տեղավորվում են աշխատանքի, հաճախորդը միամտաբար գալիս նստում է եւ հանդիպում մի մեծ աշխարհ անփորձության, դրանից ժամանակի կորուստ է ունենում, անհավատություն մասնագիտության նկատմամբ։ Մի տեսակ մեր մասնագիտությունը աչքից ընկնում է մարդկանց։ Իսկ այն ճոխությամբ, որ ես եմ պատրաստվում կուրս տալ, ինձ թվում է դրանից հետո ուղակի չաշխատել ծիծաղելի կլինի։ Ծիծաղելի։ Ես նախկինում 3 ամիս դասավանդում էի ու թվում էր դա շատ երկար ժամանակ է, բայց ամեն անգամ ավարտել եմ իմ աշխատանքը դեռ չավարտած լինելու զգացողությամբ, այսինքն դեռ էլի մի բան կար։ Շատ կուզեմ օրինակ ունենայի մեծ դպրոց, որտեղ մի տարի կոնկրետ սովորում են։ Այսօրվա արագացված կյանքում այդքանը չենք կարող, բայց կեսը կարող ենք։